Մարդ արարածը ապականված լինելով իր հոգին ու մարմինը մեղքերով չէր կարող բարձրացնել իր անձը հաշտվելու համար Աստծո հետ, եւ ոչ էլ Աստված ցանկանում էր իջնել իր անհաս բարձունքներից։ Աստծո արդարությունը պատիժ է պահանջում մեղավոր մարդկության համար, սակայն Աստված միևնույն ժամանակ անսահման սեր լինելով, որից եւ բխում էին նրա արդարությունն ու սրբությունը, չէր ցանկանում մեղավոր մարդկությունը այդ վատթար վիճակի մեջ թողնել ու կործանել։ Այդ իսկ պատճառով նա ուղարկում է իր միածին որդուն, որի միջոցով եւ ստեղծվել էին բոլոր արարածները, որպեսզի նա մեղանչական մարդու կերպարանք ընդունելով, սակայն առանց մեղքի, հանդիսանար իսկական միջնորդը Աստծո եւ մարդու միջեւ։ Քրիստոսը որպես ճշմարիտ քահանայապետ իր իսկ գերահրաշ պատարագով սրբեց մարդկանց մեղքերը եւ հաշտեցրեց Աստծու հետ դատապարտվելու փոխարեն։ Հետևաբար պատարագի կամ զոհի կարևորությունը բխում է հաշտության սկզբունքից։ Քրիստոսի աշխարհ գալուստը իմաստավորվում եւ իր բուն նպատակին իրագործումն էր գտնում ճշմարտապես նրա փրկագործության խորհրդի հաստատումով։ Այս միտքը հստակ կերպով շեշտվում է մեր շարականներում, այսինքն Քրիստոսն ուղարկվել է Հայր Աստծո կողմից ի փրկություն ազգի մարդկան։ Նա գալիս է աշխարհ ազատելու համար առաջին Ադամին եւ հանձն է առնում իր իսկ չարչարանքով փրկել տիեզերքը, վերականգնելու համար այն Ադամի անկումից։ Փրկիչը իր այս պատարագով արարել խաղաղությունը երկինս եւ երկրի, նա ուրախությամբ է դառնում երկնքի ու երկրի եւ իր սուրբ պատարագով հանդիսանում է բաշխողը խաղաղության, որով եւ հաշտեցնում է Աստծուն մարդկանց հետ։